Վերցրու։ Վերցրու։ Այսօր կարող ես գնալ տուն, իսկ վաղ կգաս աշխատանքի։ Շատ շնորհակալ եմ։ Կարիք չկա։ Գրաֆիկը հիշում ես, չէ՞։ Հա, իհարկե հիշում եմ։ Դե գնա աղջիկս։ Լավ։ Ես գնամ։ Հիմա մի գնա էլի։ Պետք է գնամ։ 1000 գործ կա։ Առանց ինձ չեն կարող անել, 1000 հարցեր կա լուծելու։ Ես չեմ իմանում Մարիամնային ինչ ասեմ։ Փակվել ա լոգարանում ան, հանգստանում եմ։ Հա, բայց ես Հասկանում եմ, որ 1000 գործում ես։ Ուղղակի չգիտեմ ինչ անեմ։ Ես էլ չգիտեմ։ Դու գնա լավ։ Ես կխոսեմ հետ։ Չգիտեմ ինչ անեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ 3 օրից պետք է Մոսկվայում լինեմ։ Ինձ էլ են կանչել հարցաքննության։ Դե լավ։ Ես գնամ։ Ասանի։ Թողնես կը։ Բարև։ Բարև։ Ստիր։ Ինչպես ես։ Ինչ դժվար եմ քայլում, բայց լավ։ Չեմ հասկանում ինչի համար է նման բան եղել քեզ հետ։ Կարող չի։ Արդեն անցավ։ Դե ինչպես միշտ, դու ոչ մի բան չես ասում։ Դու ինձ շատ լավ ես ճանաչում։ Իհարկե։ Շատ լավ։ Չգիտեմ ինչ ես։ Անցած անգամ, երբ գնում էիր, գիտեի, որ քեզ սպասող կա, որ մենակ չես։ Ու այն միտքը, որ դու գտել ես մեկին, քո կյանքում ով երջանկացրել է քեզ, հանգստացնում էր ինձ։ Ես գիտեի, որ դու կարողացել ես դասավորել կյանքդ։ Դա մեծ բան էր ինձ համար։
Խնդրում եմ, պետք չի Տիգրան։ Ես չեմ ուզում տեսնել քո խղճահարությունը։ Ու դու գիտես, որ ես ինքս եմ որոշումը կայացրել։ Դու միշտ էլ ինքդ ես որոշում։ Հաճախ հանգամանքները տարբերակներ չեն թողնում։ Անում ես այն, ինչ այդ պահին հնարավոր ես գտնում։ Այլ ելք չի լինում էլ։ Արևիկը պետք է գար ինձ մոտ։ Չեկավ։ Նա տանն է։ Կարևորը, որ դու լավ ես։ Ու քո կյանքում ամեն ինչ լավ է։ Այլն է։ Ես ուրախ եմ, որ դու լավ ընտանիք ունես։ Քեզ մոտ ստացվեց։ Դու կարողացար դասավորել քո կյանքը։ Նարինն է։ Գիտես, շատ դժվար է ստացվում երկրորդ անգամ դասավորել կյանքը։ Իսկ դու կարողացար։ Խնդրում եմ։ Պետք չի։ Տիգրան, ես քեզ չեմ մեղադրում։ Լավ։ Ես գնամ։ Իսկ Արևիկը։ Արևիկը քո զանգին է սպասում։ Սպասեք։ Ասա Լիլիա։ Բարև։ Բարև։ Ոնց ես։ Ես դուրս եմ եկել։ Բայց ես քեզ խնդրել էի, որ տանից դուրս չգաս։ Մնաս տանը։ Որտեղ ես հիմա։ Քեզ ոնց ես զգում։ Լավ եմ, իսկ դու։ Ես քեզ համար եմ անհանգստանում։ Մի քանի խանութ եմ մտնելու։ Հետո կգամ քեզ մոտ։ Ինձ մոտ։ Կխանգարեմ։ Երկի չես խանգարի։ Լավ վերջացրու գործերդ։ Բայց ինձ զանգիր։ Ես էլ քեզ կզանգեմ։ Լավ։ Դու ինչպես միշտ շատ հոգատար ես։ Լիլիան աղի է։ Գիտեիր։ Արևիկն է ասել։ Տատիկի հետ է խոսել ու շատ նեղացել է, որ դու ինքդ իրեն չես ասել այդ մասին։ Ես չէի կարող ասել։ Ինչի՞։ Եթե դուք որոշել եք երեխա ունենալ, դա ձեր իրավունքն է։ Վերջապես ամուսիններ եք։ Ու դա շատ բնական է։ Ամեն ինչ այդքան հեշտ չի։ Տիգրան, խնդրում եմ, վերջ տուր։ Ես ուղղակի եկել եմ քեզ տեսնեմ, որովհետև անհանգիստ էի, որովհետև քեզ վրա կրակել էին։ Պետք չի անընդհատ արդարանաս։ Նարինն է։ Տիգրան, հիմա ամեն մեկս մեր կյանքով ենք ապրում։ Ես շատ ծանր վիճակում եմ։ Դու պետք է որ երջանիկ լինես։ Ուղղակի խնդրում եմ խոսիր Արևիկի հետ։ Նա իրեն շատ վատ է զգում, որ դու իր հետ չես խոսել այդ մասին։ Վերջապես քո աղջիկն է։ Ասի ես էլ չգիտեմ թե ինչ է լինելու։ Անգամ չգիտեմ ուրախանամ թե նստիր խնդրում եմ։ Կասեմ Արևիկը գա։ Քեզ առողջություն։ Լավ եղիր։ Արևիկից խնդրում եմ մի նեղացիր։ Նա ուղղակի քո սիրո ու ուշադրության կարիքն է զգում։ Եթե նա անգամ իրեն էգոիստի պես է պահում, փորձիր հասկանալ։ Նարինը։ Ասա։ Ես չեմ արդարանում։ Հարցը դա չի։
Ես ուղղակի